Ղազախստան պաշտոնական այցի շրջանակներում արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Աստանա միջազգային ֆինանսական կենտրոն։ Նախարար Միրզոյանը ծանոթացել է կենտրոնի գործունեությանը, միջազգային ընկերությունների ներգրավվածության համար ստեղծված պայմաններին եւ ներդրումային միջավայրին։ Անդրադարձ է կատարվել նաեւ կենտրոնում ներդրված միջազգային ընկերությունների համար հասանելի վեճերի կարգավորման մեխանիզմին, դրա հիմքում դրված իրավական համակարգին։ Կենտրոնական բանկը եւ անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը ստորագրել են համագործակցության հուշագիր, միավորելով ուժերը ֆինանսական համակարգում սպառողների անձնական տվյալների պաշտպանությանն ուղղված աշխատանքներում։ Կենտրոնական բանկից հայտնել են, որ այսուհետ երկու կառույցներն աշխատելու են միասին, մշակելով համակարգված լուծումներ, վերլուծելով սպառողների արձագանքները եւ ստեղծելով սպառողակենտրոն քաղաքականություններ։ Starlink-ը պաշտոնապես Հայաստանում է, այս մասին Facebook-յան էջում գրել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Ուրախ ենք հայտնել, որ Starlink-ի ծառայությունները Հայաստանում արդեն հասանելի են, ապահովելով արագ ու սալի արբանյակային ինտերնետ քաղաքներից մինչև ամենահեռավոր գյուղերն ու դժվարամատչելի շրջանները։ Ինչու է սա կարևոր? Թվային ենթակառուցվածքների նոր մակարդակ, անվտանգ որակյալ կապի ապահովմամբ, հասանելիություն համաշխարհային առաջատար ծառայություններին, կապի նոր հնարավորություններ բոլորի համար անկախ գտնվելու վայրից, հաջորդ սերնդի ինտերնետն արդեն Հայաստանում է։ Starlink-ն այժմ ակտիվ է Հայաստանում, X-ի իր միկրոբլոգում գրել է Tesla-ի, SpaceX-ի, OpenAI-ի համահիմնադիր Իլոն Մասկը։ Starlink-ը այժմ գործում է Հայաստանում, որը դարձել է աշխարհի 130-րդ երկիրը, տարածքը կամ շուկան, որտեղ հասանելի է Starlink-ի գերարագ ինտերնետ ծառայությունը, գրել է նա։ Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեռևս չի քննարկում Միացյալ Նահանգների նկատմամբ պատասխան մաքսատուրքերի ներդրման հնարավորությունը։ Հիշեցնենք, մարտի 26-ին Դոնալդ Թրամփն ասել է, որ Վաշինգտոնը ներմուծման մաքսատուրքեր կներդնի 25%-ի չափով երկրի սահմաններից դուրս արտադրված բոլոր մեքենաների համար։ Ռուսական հեղուկացված բնական գազի ներմուծումը Եվրամիություն 2024-ին աճել է 18%-ով, ընդ որում Իտալիան, Ֆրանսիան եւ Չեխիան հիմնական երկրներն են, որոնք ավելացրել են գնումները։ Եվրամիությունում գազի ընդհանուր պահանջարկը գրեթե անփոփոխ է մնացել։ Միայն 2024 թվականին Եվրամիությունը գնել է 21.9 միլիարդ եվրո արժողությամբ ռուսական հանածով առելիք, ինչը գերազանցում է Եվրամիության կողմից Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնության չափը 18.7 միլիարդ եվրոյի չափ։ Ռուսաստանի միջազգային պահուստները մարտի 14-ից 21-ն աճել են 1.3%-ով եւ կազմել 654 միլիարդ դոլար։ 2023 թվականին Ռուսաստանի միջազգային պահուստները աճել են 2.9%-ով եւ 2024-ի հունվարի 1-ի դրությամբ կազմել են 598.59 միլիարդ դոլար։ Անցած տարվա ընթացքում էլ դրանք աճել են եւս 1.76%-ով եւ այս տարվա հունվարի 1-ի դրությամբ գրանցվել է 691 միլիարդ դոլար։ Առողջապահության նախարարությունն առաջարկում է մեկ միասնական ֆոնդ ստեղծել առողջության ապահովագրության նպատակով։ Նախարար Ավանեսյանը վստահեցնում է, սա ամենաօպտիմալ տարբերակն է։ Ապահովենք ռիսկերի համախմբում եւ մեկ ապահովագրական փաթեթի իջեցում գնի եւ մյուսը ունենանք բանակցային ուժ կարգավորելու գները ծառայությունների։ Նախարարն ասում է, ապահովագրական փաթեթի գինը կեժանանա, քանի որ այս համակարգում ընդգրկված են լինելու բնակչության բոլոր խմբերը։ Փորձագետները նմանություններ են տեսնում պետպատվերի ու առաջարկվող ֆոնդային նախագծի մեջ, ընդգծում են նոր համակարգում ծառայություններն ընդլայնված են։ Իսկ մնացած պետական պատվերը արվում էր մեկ ռազմավարական գնորդի միջոցով, դա առողջապահության նախարարությունն էր, կառավարում էր առողջապահության նախարարությունը, պայմանագիրը կնքում էր առողջապահության նախարարությունը, ինքն էլ գնում էր պայմանագրի սահմաններում, իրականացնում էր դիտարկումներ, մշտադիտարկումներ եւ ուսումնասիրություններ։ Թեմային ավելի վաղ անդրադարձել էր նաեւ առողջապահության նախարարն ու ասել, պետպատվերի ու ապահովագրության հիմնական տարբերությունն այն է, որ վերջինս ունի հստակ նկարագրություն, ինչպես հիվանդությունը կանխարգելել, վաղ հայտնաբերել, բուժել եւ վերականգնվել։
Կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի տրամադրման ենթակառուցվածքի պետություն մասնավոր գործընկերություն ծրագրի մրցութային փուլի շրջանակում տեղի է ունեցել ստացված հայտերի ֆինանսական առաջարկների բացման նիստը։ Մարտի 31-ին հայտնի կդառնա հաղթող ընկերության անունը, որն էլ կներդնի կենսաչափական փաստաթղթերի թողարկման նոր ենթակառուցվածքը, այդ թվում շենքային պայմանների, գրասենյակների հիմնում, սերվերային տնտեսություն, տպագրական սարքավորումներ, ծրագրային լուծումներ եւ տեխնիկական վերազինում։